Ադրբեջանը հերթական վանդալիզմն է իրականացրել։ Մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովի հաղորդմամբ սոցցանցերում տարածված տեսանյութում ադրբեջանցիները միտումնավոր պղծում են Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղի զոհված ազատամարտիկների գերեզմանոցը։ Փորձագետը տեղի ունեցածը որակել է որպես էթնիկ ատելության վրա հիմնված կանխամտածված հանցագործություն եւ հոգեբանական ահաբեկչություն հայկական ինքնության դեմ։ Նշվում է, որ սա Վաղուհասում հիշատակի վայրերի թիրախավորման առաջին դեպքը չէ։ Ավելի վաղ ադրբեջանցի զինվորները ոչնչացրել էին նաև գյուղի խաչքարերից մեկը։ Տեսանյութն արդեն արխիվացվել է որպես Արցախի հայկական մշակութային ժառանգության դեմ իրականացվող հանցավոր գործողությունների հերթական փաստական ապացույց։ Արգենտինայում հայկական լոբիստական եւ համայնքային կենտրոնը կազմակերպել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեգամ Ստեփանյանի այցը եւ նրա հանդիպումները քաղաքական ու փորձագիտական շրջանակների հետ։ Ստեփանյանը Արգենտինայի միջազգային հարաբերությունների խորհրդի փոխնախագահ դեսպան Ռիկարդո Լագորիոյի հետ հանդիպմանը, որին մասնակցել են նաև դիվանագետներ, փորձագետներ եւ լրագրողներ, ներկայացրել է Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքին, Բաքվում պահվող ռազմագերիների վերադարձին աջակցելու հնարավորությունները, բարձրացրել Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների հարցը։ Նույն օրակարգով Արցախի օմբուդսմենը հանդիպել է Արգենտինայի խորհրդարանի падգամավորների, մամուլի ներկայացուցիչների, հայ համայնքային գործիչների հետ։ Նա հորդորել է Արգենտինայի կառավարությանը միջազգային հարթակներում ավելի վճռական լինել Ադրբեջանի էթնիկ զտումների քաղաքականությունը դատապարտելու հարցում։